Եթերում Էպիկենտրոն լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է, տաղավարում Տաթև Ավետիսյանն է, բարև ձեզ։ Այժմ համառոտ օրվա կարևոր իրադարձությունների մասին։ Եվրամիության խորհրդատվական խմբի 10-րդ նիստը Հայաստանում։ Վաղը վստահությամբ փոխարինելու ժամանակը դատախազության աշխատողի օրվա առիթով հրավիրված տոնական նիստի առանցքում այս միտքն է եղել։ Համաշխարհային պատուհաս, շաքարային դիաբետ։ Հիվանդությունը Հայաստանում տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով։ Օմբուդսմենը գիտի, բայց չի կարող։ Վայրագության զոհ դարձած հայ սպա Վահե Ավետյանի հիշատակին կազմակերպվող հասարակական նախաձեռնությունները մարդու իրավունքների պաշտպանը առավել քան բնական է համարում, վստահեցնելով, եթե ազատ լիներ, գիտեր, թե ինքը ինչ քայլերի կդիմեր։ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանությունը բազմաթիվ հրավիրյալների հետ միասին այսօր նշել է Միացյալ Նահանգների պետականության և անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձը։ Դեսպան Ջոն Հեֆերնն ու Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ջերմորեն ողջունել և բարձր են գնահատել հայ-ամերիկյան գործընկերությունը։ Հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է Սպեղանի երգչախմբի կողմից երկու երկրների օրհներների կատարմամբ։ Իսկ միջոցառման ողջ ընթացքում հնչել է ամերիկյան ջազ և բլյուզ, ամերիկյան զինվորական քուլ ջազ ֆյուժեն նվագախմբի կատարմամբ։ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերն իր խոսքում նշելով, որ այս տարի լրացել է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանը, նաև հավելել է. գործընկերության խորացում, ընդհանուր արժեքների խթանում։ Սա է մեր առաքելությունը, սրան են ուղղված մեր բոլոր ջանքերը Հայաստանում։ Նշենք, որ միջոցառման պատվավոր հյուրերի թվում եղել է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այսօր կայացած Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի 10-րդ նիստին մասնակցել են նախագահի աշխատակազմի, կառավարության, ազգային ժողովի պաշտոնյաներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Եվրամիության անդամ պետությունների դեսպանատներից և միջազգային կազմակերպություններից։ Խորհրդատվական խորհրդի նիստի ժամանակ ներկայացվել է հուլիս-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագիրը։ Եվրամիության խորհրդատուները կշարունակեն օգնել Հայաստանին բարեփոխումների իրականացման մի շարք ուղղություններում։ Եվրամիություն Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրման հեշտացում և օժանդակություն խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ձևավորման ուղղությամբ։ Եվրամիության խորհրդատվական խումբը գոհ է 2012-ի առաջին կեսի արդյունքներից։ Առաջիկա 6 ամիսների աշխատանքը առավելապես պետական գերատեսչություններին արդյունավետ քաղաքական կուրս մշակելու խորհրդատվության շրջանակում է լինելու։ Այսօր արդեն կարող ենք շատ հստակ արդյունքներ արձանագրել, մասնավորապես արդյունավետորեն մեկնարկած ազատ առևտրի գոտու ստեղծման գործընթացը։ Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպանը մանրամասնում է խորհրդատվական խմբի այլ գործառույթները՝ խորհրդատվություն պետական կառավարման բարեփոխումների, արդարադատության, ազատության և անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում։ Էկոնոմիկայի նախարարության հետ մշակվել է տնտեսական քաղաքականության հայեցակարգ։ Այս առաջընթացը վերահաստատում է Եվրամիության հաստատակամությունը Հայաստանի հետ տնտեսական ինտեգրման խորացման հարցում։ Երկու կողմերը ցուցաբերել են ակտիվ ներգրավվածություն և պատրաստակամություն այս գործընթացի խորացման համար։ Եվրոպական խորհրդատվությունից գոհ է նաև հայկական կողմը։ Ընդհանուր առմամբ դրական է գնահատվում Եվրամիության խորհրդատվական խմբի ներդրումը Հայաստանի կառավարության բարեփոխումների իրականացման աշխատանքներում։ Սա պրոտոկոլային հայտարարություններում։ Իսկ Հայաստանի սովորական քաղաքացու համար Եվրոպայի մուտքի արտոնագիր ստանալը ամեն բարեփոխման հետ ավելի է դժվարանում։ Ազատ առևտրի գոտին ու տնտեսության ազատականացումն էլ դառնում են ավելի մենաշնորհային։ Նաիրի Հոխիկյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։ Քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունները, այդ թվում առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նկատի առնելով, որ 2013 թվականին Ուկրաինան է ստանձնելու ԵԱՀԿ նախագահությունը, զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը և Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր։ Իսկ երեկ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի և Կիև ժամանած այլ բարձրաստիճան հյուրերի հետ Կիևի օլիմպիական մարզադաշտում ներկա է գտնվել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության Եվրո 2012-ի փակման արարողությանը և դիտել առաջնության եզրափակիչ խաղը։ Հուլիսի 1-ին նշվում է Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի օրը։ Օրվա, ինչպես նաև դատախազության հիմնադրման 94-ամյակի կապակցությամբ այսօր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում հանդիսավոր նիստ է հրավիրվել, որին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը և ուժային գերատեսչությունների ղեկավարները։ Спасибо, вас тоже. Մասնագիտական տոնի կապակցությամբ դատախազները և իրավապահ համակարգի ղեկավարները շտապում են միմյանց շնորհավորել և բարեմաղթանքներ ուղղել։ Հանդիսավոր նիստի մեկնարկից առաջ Հանրապետության վարչապետը և գլխավոր դատախազը ծաղիկներ են դրել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադիրներից մեկի՝ Պետիկ Թորոսյանի հուշատախտակին։
Հանդիսավոր նիստը բացված է։ Գլխավոր դատախազը ամփոփ անդրադառնալով դատախազության 94-ամյա գործունեությանը նշել է, որ դատախազության մարմինները զարգացման բարդ ուղի են անցել։ Ամենայն պատասխանատվությամբ կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը օրինականության եւ իրավակարգի պաշտպանության դիրքերում կանգնած առաջատար պետական կառույցն է։ Հայտարարել է գլխավոր դատախազը, հանրությանը հորդորելով հավատալ եւ վստահել դատախազին։ Դատախազի ցանկացած որոշում, ցանկացած ցուցում պետք է հասկանալի ու բացատրելի լինի հասարակության համար։ Միայն այդպես մենք քայլ առ քայլ կկառուցենք ժողովրդավարության եւ օրինականության ոգով ներծծված այն համակարգը, որը մեր ժողովրդի բազում սերունդների տեսլականն է եղել դարերի վեր։ Հավատալուց եւ վստահելուց բացի պետք է նաեւ չվախենալ դատախազից եւ համոզված լինել, որ դատախազությունը պատշաճ ձևով է իրականացնում իր գործառույթները, նկատում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության ղեկավարի դիտարկմամբ պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը կոռուպցիան է, որի դեմ անհրաժեշտ է արդյունավետ պայքար իրականացնել։ Պետք է հաղթահարել նաեւ կաշառակերություն կոչվող հասարակական քաղցկեղը։ Մեր քաղաքացին չպետք է վախենա դատախազից։ Իսկ մեր հասարակությունը պետք է վստահի դատախազությանը, համոզված լինելով, որ դատախազությունը պատշաճ ձևով է իրականացնում իր գործառույթները, հիմնված օրինականության, մարդու իրավունքների ու ազատությունների հարգելու եւ պաշտպանելու սկզբունքի վրա։ Իրավապահ համակարգի ղեկավարները կարևորել են դատախազության դերն ու նշանակությունը պետության կայացման գործում եւ բարձր գնահատել այս տարիներին կատարված բարեփոխումները։ Վստահորեն կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը կայացած համակարգ է եւ ջանք ու երան չի խնայում իր առջև դրված խնդիրների կատարման համար։ Շնորհավորում եմ ձեզ բոլորիդ մեր ոստիկանության անունից։ Մենք դատապարտված ենք միասին աշխատելու։ Եվ Աստված թող պահապան լինի ձեզ։ Եվ մեզանից էլ անպակաս լինեք, եսա ձեզ կենաց։ Կենացները քաղցրանում են, դատախազներն էլ պարգևատրվում։ Մասնագիտական տոնի կապակցությամբ դատախազության մի քանի տասնյակ աշխատակիցներ արժանացել են գերատեսչական մեդալների եւ շնորհակալագրերի։ Հանրապետության նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանին շնորհվել է վաստակավոր իրավաբանի կոչում։ Արթուր Հակոբյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձել են հուլիսի 1-ին հարսնաքար ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին եւ պայթուցիկ նյութերով զինված զինվորականի ձերբակալությանը։ Վլադիմիր Գասպարյանը որևէ գնահատական չի տվել կատարվածի վերաբերյալ, իսկ Պաշտպանության նախարարը սպայի կողմից կատարված արարքը անհանդուրժողականություն է որակել։ Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին երեկոյան ժամերին Պաշտպանության նախարարության մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը զինամթերքով մտել է հարսնաքար ռեստորան եւ սպառնացել էր պայթեցնել։ Վերջինիս զինվորական պայուսակում հայտնաբերվել է 2 նռնակ փամփուշտներ պայթուցիկ նյութ։ Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։ Ինչպես կարելի է գնահատել նման դեպք։ Դրդապատճառների համար էլ հիմա քննություն է տեղի ունենում, որպեսզի բացարձակապես ամեն ինչ լինի օրենքով։ Ոչ մեկ չի կարող ուղղորդել, ոչ մեկ չի կարող ներգործել եւ ավելին ասեմ, որ մենք այդ հարցում շատ ավելի սկզբունքային ենք, քան մյուս բոլոր գործերով։ Դեպքի հենց ամիջապես կատարվելուց հետո մենք դատապարտել ենք այն, քրեական գործ է հարուցված եւ քրեական գործի ողջ ընթացքը մեր վերահսկողության տակ է։ Մեզանից յուրաքանչյուրս կարող ենք այդպիսի վերաբերմունք ունենալ, բայց մենք հանդուրժող ենք եւ նաեւ մենք պետք է օրենքները հարգենք, լինի դա հասարակ քաղաքացի, թե լինի դա սպա։ Վահե Ավետյանի մահն այնքան ցավալի է, որ բառեր ավելացնել են կլինի նույնիսկ անտրամաբանական։ Մեկ րոպե լռությամբ հարգելով երիտասարդ բժշկի հիշատակը ասուլիսից առաջ հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։ Քրեական գործի նախաքննության փուլում մարդու իրավունքների պաշտպանը խուսափում է գնահատական տալ, դա համարելով նաև միջամտություն գործին։ Փոխարենը նախանձով է նայում բոլոր այն քաղաքացիներին ու քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք կարողացել են հայտնել իրենց կարծիքը կատարվածի վերաբերյալ կամ ակցիայի շրջանակում մոմ վառել ի հիշատակ անվտանգության աշխատակցի ծեծի հետևանքով մահացած Վահե Ավետյանի։
Ես կարող էի ժամեր շարունակ ասել, թե ես որպես մարդ քաղաքացի ինչ եմ զգում, որքանով եմ վրդոված, որքանով է ինձ համար այս ամենը թվում այլանդակություն եւ անընդունելի մի իրավիճակ, միևնույն ժամանակ, որպես մարդու իրավունքների պաշտպան, ես չեմ կարող գնահատական տալ, եւ սա ընդհանրապես Կարեն Անդրեասյանի վրդովմունքն է, որը միանում է ձեր բոլորի վրդովմունքին։ Եթե ի պաշտոն է մարդու իրավունքների պաշտպանը, չլիներ հենց ինքը կլիներ առաջին, ով հանդես կգար ուրույն նախաձեռնությամբ։ Ամերիկյան հասարակությունում, երբ իրենք իմանում են, որ GEP ընկերությունը աշխատեցնում է մանկահասակներին, ասենք Չինաստանում, հասարակությունը հրաժարվում է օգտվել GEP ընկերության ծառայություններից։ Մարդու իրավունքների պաշտպան եթե չլինեի, կլինեի ես նախաձեռնողներից մեկը, թե դա ինչպես են անում։ Այսօր ես դրա իրավունքը չունեմ եւ կարծում եմ իմ խոսքերի արանքում մեջտեղում հասկանալի է դառնում այն մոտեցումը, որը ես խորհուրդ եմ տալիս եւ առաջարկում եմ։ Ժամանակին, երբ դատական անարդարությունների մասին էի խոսում, ոմանք անձնական նկատառումներ տեսան պատվեր փնտրելով դրա տակ, ասում է օմբուդսմենը։ Հիմա էլ նույն խնդրի առջև են կանգնած։ Եթե չլիներ այսպիսի դատարան, մենք չէինք ունենա այն բոլոր խնդիրները, որ ունենում ենք աշխատանքային հարաբերություններից մինչև ծեծի սովորական փաստ կամ արդեն սովորական դարձած կամ զինծառայողների սպանություն եւ այլն։ Առաջին հերթին դատական համակարգի անկատարություն սրան շահկապվող դատախազ ոստիկան քննիչ։ Վերջիններս են ստեղծել այն շղթան, որ առաջացնում է նման ցնցումներ հասարակության ներսում։ Դիտարկումը մարդու իրավունքների պաշտպանինն է, պահանջել եւ օգնել։ Սա պետք է լինի հասարակության ու ինչու՞ չէ լրատվամիջոցների դերը դատական համակարգի պատասխանատուներից։ Ես հրապարակային նաեւ քննարկման առաջարկ եմ անում 3 նախարարներին արդարադատության Դավիթ Հարությունյանին, ով առաջին եւ հիմնադիր ճարտարապետն է դատաիրավական բարեփոխումների, երկրորդ նախարարին Գևորգ Դանելյանին, ով մաս է կազմել այդ բարեփոխումների ընթացքին, եւ այսօր Հրայր Թովմասյանին։ Այս 3 մարդը կողմնակալ չեն եղել, որտեղ դատախազը, ոստիկանը, դատական իշխանության ղեկավարները իրենք կորպորատիվ շահեր կարող են ունենալ։ Այս 3 մարդիկ պետք է դատաիրավական համակարգը կայացնեն եւ կայացրել են այնպիսին, ինչպիսին կա այսօր։ Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնում է նաեւ ընտրությունների ժամանակ գրանցված խախտումներին, առանձին չփորձելով գնահատական տալ երևույթներին, ամենից շատ շահարկված թեմայի ընտրակաշառքների մասին։ 100 ահազանգից գրեթե 10-ն է քննության առնվել։ Այստեղ ծագում է հետևյալ խնդիրը, կամ մեր հասարակությունը ընդհանրապես ուղղակի այդպես հորինող, ստախոս մարդկանց մի հավաքածու է, կամ մեր ոստիկանությունն ու դատախազությունը այնպես են քննում գործերը, որ բերում են մի իրավիճակի, երբ մարդիկ նույնիսկ արդեն զլանում են իրենց իրավունքները պաշտպանել։ Մեկ տասնյակի էլ հասել են բռնության ահազանգերը։ Ասենք մեկի քիթը կոտրել են, ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը, սպասում ես, որ գոնե այդ դեպքում վերջապես բացահայտվել է ով է այդ արարքը կատարել, բայց հետո հաշտվել են։ Այստեղ էլ հասարակությունը ըստ էության մեղավորների ու պատժվողների մասին այդպես էլ չիմացավ, ամփոփում է մարդու իրավունքների պաշտպանը։ Քրիստինե Սուքեսյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Իբրև թեմայի շարունակություն հավելենք, որ այսօր կայացել է Հարսնաքար ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված եւ դրա արդյունքում այդպես էլ գիտակցության չգալով հոգին ավանդած Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մայոր Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունը։ Հուղարկավորությանը մասնակցել են բազմահազար քաղաքացիներ, այդ թվում մի շարք քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Վերջիններս հուղարկավորության ավարտին բողոքի երթով շարժվել են դեպի գլխավոր դատախազություն, ապա կառավարության շենք պահանջելու խստագույնս պատժել հանցագործ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի բազմաթիվ անդամներ եւ խորհրդարանի падգամավորներ նշել են, որ նմանատիպ ամենաթողությունն ու հանցավոր արարքները կարող են կրկնվել, եթե հասարակությունը եւ իշխանությունը համապատասխան արձագանք չտան։ Ուզում եմ հավատալ, որ մեղավորները օրենքի ողջ խստությամբ իրենց պատիժը կստանան, որպեսզի երբևէ այլևս մեկի մտքով մեր երկրում չանցնի, որ ինքը կարող է հաշվեհարդար տեսնել, ինքը կարող է մարդուն մի հարվածով խլել երիտասարդի կյանքը եւ մի հարվածով փոքրիկ երեխային թողել անհայր։ Ես չեմ գտնում բառեր իսկապես։ Ներքաղաքական դաշտում աշնանը նոր վերադասավորումներ են եւ զարգացումներ են սպասվում։ Դրա համար կան մի քանի հիմնավոր պատճառներ։ Այդ պատճառների մասին ՀՀՇ վարչության նախագահ ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի եւ հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի կարծիքներին է ծանոթացել իմ գործընկեր Ահարոն Հայրապետյանը։ ՀՀՇ վարչության նախագահն անդրամադիր էր, ասուլիսից հետո պատրաստվում էր գնալ Հարսնաքարի աղմկոտ միջադեպի արդյունքում սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորությանը։ Արամ Մանուկյանի կարծիքով հանրային արձագանքը կատարվածի նկատմամբ համարժեք չէ, ինչպիսին պետք է որ լիներ նմանատիպ դեպքերի ժամանակ։ Հայաստանում կա տարբեր ոլորտներում 130-ի չափ գեներալ,
Ուր են այդ գեներալները։ Չէ՞ որ զինվորի պատվի խնդիր է, զինվորի պաշտպանության խնդիր է։ Իշխանության ներկայացուցիչը ոչ միայն ցավում է ողբերգական իրադարձության կապակցությամբ, այլև վստահեցնում. իշխանությունը հետևողական է լինելու, որ մեղավորները պատժվեն։ Մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։ Ինչ վերաբերում է քաղաքական կանխատեսումներին, ամառը առավել հանգիստ կլինի, իսկ ահա աշունը ըստ Արամ Մանուկյանի իր հետ կբերի եւ ներքին, եւ արտաքին, եւ սոցիալական, եւ ներպետական վերադասավորումներ։ Նաեւ տարածաշրջանային, օրինակ հայ-թուրքական խնդրի կարեւորությունն այսօր ավելին է, քան 2 տարի առաջ էր։ Միջազգային կառույցներ, ուժային կառույցները փորձելու են հայ-թուրքական սահմանների լուծման իրենց տարբերակները առաջարկել, բացելով բնականաբար, պնդել բացելը բնականաբար ներառելով մնացած խնդիրները։ Եթե Թուրքիան կամ տարածաշրջանում ակտիվություն ցուցաբերող կամ հետաքրքրություններ ունեցող գերտերությունները կարող են բերել Թուրքիային այն դաշտ, որտեղ կունենանք բաց սահման, մենք միայն կարող ենք ողջունել։ Բնականաբար աշունը ներքաղաքական զարգացումների տեսանկյունից ավելի ակտիվ կլինի նախ եւ առաջ նախագահական ընտրությունների պատճառով։ Ընդդիմության միասնական տեխնացիով հանդես գալը ցանկությունների ոլորտից է, բայց դեռ վաղ է այդ մասին խոսել, նշում է Արամ Մանուկյանը։ Մենք խնդրեմ չունենք այդ ուղղությամբ մտածելու, այդ ուրիշներն են հաճախ այս միտքը հրապարակեցում, մենք ունենք լիդեր ընդունող բոլորի կողմից։ Անցած առնվազն 3 նախագահական ընտրությունների ժամանակ, եթե հիշում ենք, այդպես կոնսոլիդացված մեկ տեխնացիով ոնց որ թե չի ստացվել։ Ներքաղաքական գործընթացներում մեծ դեր կունենա նաև արդեն հանգստի մեկնած ազգային ժողովը, որն իր աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 2-րդ կեսին։ Ահարոն Հայրապետյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ Հայաստանը բաշխողական կենսաթոշակային համակարգից անցում է կատարում բազմաստիճան կուտակային կենսաթոշակային համակարգի։ 2011 թվականից արդեն գործում է կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, իսկ 2014 թվականից սկսելու է գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ Հայաստանում ներկայությամբ գործում է բաշխողական կենսաթոշակային համակարգ, ըստ որի ընթացիկ կենսաթոշակները վճարվում են պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից։ Գործող համակարգում առկա են մի շարք խնդիրներ, որոնք համակարգը դարձնում են ոչ գրավիչ եւ ֆինանսապես անկայուն։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման միջոցով դուք ձեր աշխատանքային գործունեության ընթացքում յուրաքանչյուր ամիս խնայելու եք որոշակի գումար, որը կուտակվելու է ձեր անհատական հաշվին։ Պետությունն իր հերթին որպես աջակցություն յուրաքանչյուրի կենսաթոշակային հաշվին նրա վճարածի չափով գումար է ավելացնելու։ Ամբողջ եվրոպական համակարգը այսօր ճկռել է կենսաթոշակային խորը պակասուրդի առաջերություններ, որոնք որ բազմաշան կենսաթոշակային համակարգեր ընդունած երկրները ունեցել են, մենք մեր արդեն իսկ ներկա քաղաքականությունով այդ խնդիրները հաշվի ենք առել։ Այս բարեփոխումը, որ մենք հիմա կատարում ենք ձեզ հետ միասին, կենտրոնում կանգնած է մարդը։ Տարածաշրջանային եւ միջազգային նորություններ։ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Ելդզը հայտարարել է, որ շարունակվում են Իրանից Թուրքիա եկող գազատարի հետ կապված խնդիրների վերացման աշխատանքները։ Ելդզի հավաստմամբ իրանական գազի մատակարարումը վերականգնվելու է վաղը։ Մինչ այդ նա հայտարարել էր, որ իրանական գազի մատակարարումը դադարեցվել է, քանի որ Քրդստանի աշխատավորական կուսակցության այլ կերպ ՊԿԿ-ն պայթեցրել էր Իրանից Թուրքիա եկող գազատարը։ Գազի մատակարարումն ավելացնելու խնդրանքով Թուրքիան ստիպված դիմել է ռուսական Գազպրոմին, Թուրքիայի հիմնական գազամատակարարին։ Վրաստանի նախագահ Միխայել Սահակաշվիլին նոր վարչապետ է նշանակել։ Վանո Մերաբիշվիլին նոր կառավարություն է ձևավորելու եւ ծրագիր ներկայացնելու խորհրդարան։ Առաջիկա օրերին Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստում քննարկելու է նոր կառավարության ծրագիրը, դրանով նաեւ իր վերաբերմունքն արտահայտելով վարչապետի թեկնածությանը։ Սակայն հաշվի առնելով խորհրդարանում նախագահի կողմնակիցների մեծամասնության կազմելու գործոնը, ամենայն հավանականությամբ անակնկալներ չեն լինի։ Շաբաթ երեկոյան ներքին գործերի երկարամյա նախարար եւ իր սերտ դաշնակից Վանո Մերաբիշվիլու թեկնածությունը ներկայացնելով վարչապետի պաշտոնում նախագահ Սաակաշվիլին չթաքցրեց, որ փոփոխությունը պայմանավորված է աշնանկայանալիք ընտրություններով։ Խորհրդարանի ընտրությունները որոշելու են երկրի առաջիկա 4 տարիների զարգացումը։ Շատ կարևոր է, որ Վրաստանի կառավարությունն այդ ծրագիրը ժողովրդին ներկայացնի հիմա, որպեսզի մարդիկ ընտրության գնալիս տեղյակ լինեն այդ ծրագրին, իմանան, թե ինչ է երկրին սպասվում հաջորդ 4 տարում։ Այսօր արդեն ծրագրի սոցիալ-տնտեսական առավել զանգվածահաճո դրույթները ներկայացվել են հասարակությանը։ Օրինակ, նախագահի դեռ 2008 թվականին տված խոստումը ամսական կենսաթոշակի միջին չափը հասցնել $100, ուժի մեջ կմտնի 2013 թվականից, կառավարությունում ասել է Մերաբիշվիլին։ Այժմ 44 տարեկան Մերաբիշվիլին ավելի քան 8 տարի Վրաստանի ներքին գործերի նախարարն էր։ Կոռուպցիան վերացնելուն ուղղված նրա կտրուկ բարեփոխումները Վրաստանի ոստիկանության ոլորտում բարձր են գնահատում թե երկրի ներսում, թե դրսում։
Նա ամեն դեպքում թե դրսում, թե ներսում քննադատներ էլ ունի 2007 եւ 2010 թվականներին Սաակաշվիլու դեմ հրավիրված ցույցերը ցրելու համար։ Իսկ պաշտոնից հեռացող վարչապետ Նիկա Գիլաուրիի մասին նախագահն ասել է, որ կգլխավորի օտարերկրյա ներդրումների հիմնադրամը։ Ռուզան Խաչատրյան, Էպիկենտրոն։ Միջազգային այլ նորությունների մասին տեսաշարով։ Թուրքիայի եւ Սիրիայի միջև լարվածությունը դարձյալ սրվել է։ Այսօր Թուրքիայի գլխավոր սպայակույտի պաշտոնական կայքեջում հայտարարություն է տեղադրվել այն մասին, որ երեկ, երբ սիրիական ուղղաթիռները բավական մոտեցել են ընդհանուր սահմանին, թուրքական ռազմական օդանավերը 3 տարբեր կետերից օդ են բարձրացել եւ իջեցրել դրանք։ Սեպտեմբերին Կոսովոն լիովին ինքնիշխան է դառնում։ Սերբիայից անկախության հռչակումից հետո լիովին անկախացման գործընթացը վերահսկող 25 երկրների ներկայացուցիչների միջազգային խումբն այսօր հայտարարեց 4 տարվա իր գործունեության ավարտի մասին։ Ամեն դեպքում ՆԱՏՕ-ի խաղաղապահները կշարունակեն վերահսկել իրադրությունն այնտեղ։ Մոսկվայի քաղաքային իշխանությունները հուլիսի 1-ից բարձրացրել են մեքենաների կայանման տուգանքները, որպեսզի կարգավորեն հենց նույն դաշտը, որտեղ տարիների վեր ամենաթողություն է եղել։ Տուգանքների չափը բարձրացել է ամբողջ Ռուսաստանում, սակայն Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում թռիչքաձև։ Սխալ կայանման նախկին 300 ռուբլու տուգանքը այս քաղաքներում հասցվել է 3000 ռուբլու, կամ մոտ $9-ից հասցվել $90։ Համացանցն արդեն լիքն է կատակ խորհուրդներով, թե ինչպես խուսափել տուգանքներից։ Օրինակ, մեկն առաջարկել է կայանելուց առաջ մեքենայի համարանիշները հանել, ապա նորից տեղադրել։ Մինչ Լոնդոնում օլիմպիական գրեթե վերջին պատրաստություններն են տեսնում, բրիտանական Քովենթրի քաղաքում 2 փոքրիկ տղա այսօր փորձել են քաղաքով վազող ջահակիրներից խլել օլիմպիական կրակը։ Չեն հաջողել, բայց առնվազն ամբողջ Եվրոպան է այսօր նրանց ցուցադրում։ Ռուզան Խաչատրյան, Էպիկենտրոն։ Ինչ է շաքարային դիաբետը հարցին բժիշկ մասնագետները պատասխանում են։ Ինսուլինի անբավարարություն, ներզատական նյութափոխանակային գործառնության խաթարման հետ կապված մեծ տարածում գտած հիվանդություն։ Այս թեմային անդրադառնալու պատճառներն ավելի քան լուրջ են։ Եթե 90-ական թվականներին տարեկան կտրվածքով Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդանում էր 2000 մարդ, ապա վերջին ցուցանիշները քառակի ավելի արդյունք են գրանցել։ Այլ մանրամասների մասին Գոհար Սարգսյանի տեսանյութում։ 21-րդ դարի մարդու քիմքը ենթադրաբար ավելի նուրբ, զգայուն ու պահանջկոտ է դարձել։ Աշխարհի տարբեր երկրներում գիրուկների կամ ավելի ճիշտ վերջիններիս ախորժակի դեմ պայքարը առողջապահության պետական քաղաքականության շրջանակներում է անգամ տեղավորվում։ Ճարպակալության խնդիրը տարատեսակ դրսևորումներ ու արտահայտչաձևեր է ունենում՝ սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ։ Հետազոտություններ կատարվեցին եւ պարզվեց, որ այսօր գիրացման ճարպակալման զարգացումը 20 տարեկանից մինչև 69 տարեկան հասել է 62%-ի Հայաստանում։ Ես այդպիսի թվեր չէի սպասում։ Եվ նման շատակերների սննդի ամենօրյա չափաբաժինը հանկարծ այսպիսի չափերի է հասնում։ Անպատասխան հարց. ինչու մտածել սեփական առողջության մասին միայն ծանրագույն հիվանդությունից հետո։ Ասում են, շաքարային դիաբետի զարգացման ու լայնարշավ գրոհի պատճառները տարբեր են։ Գերակայող վարկածներն են անկանոն սնունդը, սթրեսը, սուր վարակիչ հիվանդությունները, համեմված գենետիկ գործոնով։ 2000 թվականին մենք ունեինք աշխարհով ամբողջ 180 միլիոն հիվանդ։ Եվ էքսպերտները, բոլոր աշխարհ էքսպերտները իրենց նախադրությունները, արդեն պրոգնոզներն են անում, որ 2010 թվականին մենք ունենանք 235 միլիոն հիվանդ ամբողջ աշխարհում, այդպիսի 60 միլիոնի աճ կլինի։ Եկավ 2010 թվականը, երբ որ հաշվեցին, պարզվեց, որ աշխարհում 285 միլիոն հիվանդ է։ Այսինքն 5 միլիոնի, 10 միլիոնի ավելի մասին չի խոսքը գնում, 50 միլիոն հիվանդի թվով դա լուրջ հետազոտություններ են, դա լուրջ էքսպերտներ են։ Եթե գենային գործոնը մեծ է, նշանակում է Հայաստանում, որտեղ կա փակ ամուսնական համակարգ, շաքարային դիաբետն ավելի մեծ տարածվածություն պետք է գտնի։ Եթե ծնողներից մեկը տառապում է շաքարային դիաբետով, երեխայի այդ հիվանդությունը ժառանգելու հավանականությունը 50% է։ Հայաստանում շաքարային դիաբետի տարածվածությունը այսօր կազմում է 55,000 հիվանդ։ Այլ տվյալներ էլ կան։ Հայաստանում շաքարային դիաբետը երիտասարդացման միտում ունի։ Մենք ստինում ենք ասել, որ շաքարային դիաբետը ապրելակերպ է, հիվանդություն չէ։ Հիվանդը արդեն պետք է օրը 2-3 անգամ ստանա ինսուլինի ներարկումներ, համապատասխան չափաբաժնով սնունդ եւ համապատասխան ֆիզիկական ակտիվություն։ Բնությունը պաշտպանվում է, որ մարդկությունը շատ չզարգանա։ Փոքրից մեծ շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ստիպված են ամբողջ կյանքում օրը մի քանի անգամ ստանալ ինսուլինի համապատասխան չափաբաժին, որքան էլ ցավալի է, նրանց կյանքի տևողությունը միջինը կրճատվում է 10-ից 15 տարով։
Երբ որ հիվանդը օրը 4-5 անգամ, երբեմն նույնիսկ գիշերային ժամերին, երբեմն անհրաժեշտ դեպքում հիվանդության դեպքում կամ անհապաղ դեպքերում պետք է որոշի գլյուկոզայի մակարդակը, որը կատարվում է տարբեր ապարատներով մի քանի վայրկյանների ընթացքում, իմանա գլյուկոզայի թիվը ինչքան է եւ որոշի ինչպես իրեն օգնի։ Եթե մենք ցածրացնում, ուրեմն ուտի քաղցր սնում, եթե բարձրացում, դիմի բժշկի։ Իսկ երբ փորձում ես գտնել այդ չարաբաստիկ հիվանդության դեմ պայքարի կոչված իրավասուներին, դեմ ես առնում ամուր պատի։ Առողջապահության նախարարությունը հղում է կատարում աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, հետո նաև կրթության նախարարություն։ Ֆիզիկական կրթություն իրականացնելու համար արդյունքում նորից անորոշությունն է մնում։ Գոհար Սարգսյան, Մելիք Ղարիբյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության եւ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարության համատեղ ջանքերով կազմակերպված տարածաշրջանային աշխատաժողովին 33 պետություններից եւ միջազգային 11 կազմակերպություններից 73 ներկայացուցիչ է մասնակցում։ Փորձի փոխանակումից զատ աշխատաժողովում քննության են առնվել կլիմայի փոփոխության պատճառ հանդիսացող մի շարք խնդիրներ։ Մասնակիցների կողմից առաջարկվել են դրանց լուծմանը միտված մեխանիզմներ։ Ինչը կարող է համախմբել տարբեր պետություններին, եթե ոչ մեկ համընդհանուր խնդիրը։ 33 պետությունից եւ 11 միջազգային կազմակերպությունից Հայաստանում են 73 ներկայացուցիչ։ Քննարկում են կլիմայի արագընթաց փոփոխությունից առաջացող խնդիրները, փորձում առաջարկել հնարավոր լուծումներ։ Հայաստանն էլ եղանակային փոփոխության հետևանքով անմասն չի մնացել վնասներից։ Դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Ջերմոցային գազերն են, որի հետևանքով բավականին լուրջ ազդեցություն է տրվում երկրներին, այսինքն այդ պարնիկային գազերը, որի հետևանքով բավականին լուրջ ազդեցություններ են լինում։ Այսինքն մենք պետք է կարողանանք այնպիսի իրավիճակներ ստեղծենք, այնպիսի ծրագրեր իրականացնենք, որպեսզի հնարավորություն ընձեռնենք ջերմոցային գազերի կրճատման կամ այնպիսի այրում իրականացնենք, որի արդյունքում այն գազերը, որոնք հիմնականում կլիմայի փոփոխություն են առաջացնում, այդ գազերը կրճատվեն։ Յուրաքանչյուր երկիր իր դարտը լացեց, սակայն շատերը հավանաբար մոռացան նշել, որ վերջին 50 տարում դիտարկվող տաքացումը մեծ մասամբ պայմանավորված է մարդու գործունեությամբ։ Օրինակ, Իրանում ջերմաստիճանի բարձրացումը եւ տեղումների նվազումը խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքներին։ Հետևանքների մասին խոսելիս, երբ դառնում ենք պատճառներին, բախվում ենք նավթարդյունաբերության թափոններին։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարի երկու ճանապարհ կա։ Նավթարդյունաբերության արտանետումները նվազեցնելով անցնել համակցված ցիկլով էներգիայի արտադրության։ Մենք ուզում ենք զարգացնել վերականգնվող էներգիայի ռեսուրսները, օգտագործելով արևի էներգիան։ Այսօր կլիմայի արագընթաց եւ աննախադեպ փոփոխությունը հանդիսանում է դարի մարտահրավերներից մեկը։ Ինդոնեզիան կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում է 5 ճակատով՝ անտառտնտեսություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ եւ թափոններ։ Յուրաքանչյուր ոլորտի համար առաջարկում է մի մեխանիզմ։ Մենք հիմնական շեշտը անտառտնտեսության վրա ենք դնում, որովհետեւ դա է արտանետումների հիմնական աղբյուրը։ Այսօր մենք փորձում ենք պաշտպանել մեր կանաչ տարածքները։ Իսկ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար պահանջվում են վճռական եւ որոշակի միջոցառումներ, որոնք պետք է լինեն ճկուն եւ յուրաքանչյուր երկրի ընձեռեն ազգային պայմաններին համապատասխան առաջընթացի հնարավորություն։ Նարեկ Գրիգորյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ 2009 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող Արի տուն ծրագիրը աշխարհի տարբեր ծագերից հայ երիտասարդներին հայաստանյան հարկի ներքո մեկտեղելու նպատակ է հետապնդում։ Ծրագրի մասնակիցները հյուրընկալվելով հայկական ընտանիքներում խորհրդանշական 14 օրվա ընթացքում ծանոթանում են հայկական ավանդույթներին, մասնակցում կազմակերպվող շրջագայություններին։ Ձեռնարկի նպատակը վերադառնալու նախատրամադրվածությանը նպաստելն է։ Այսօր մեկնարկել է ծրագրի 3-րդ փուլը։ Վերջին 3 տարվա ընթացքում Արի տուն ծրագրի շրջանակներում Հայաստան է ժամանել շուրջ 1800 սփյուռքահայ երիտասարդ։ 2012 թվականն ակնկալում է գրանցել թվով 1000 երիտասարդի այցելություն աշխարհի 35 երկրից։ Այս տարի հյուրընկալ ծրագրի 3-րդ փուլի մասնակիցները ներկայացնում են Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները, Սիրիան, Հորդանանը, Ռումինիան եւ Կանադան։ Ուզում ենք Հայաստանի մասին իմանալ ամեն ինչ, ամենավառ գույներով, որպեսզի ինչքան տպավորվել ենք այսօր, այդպես ավելի տպավորվենք հետո։ Ինչ որ բան կա, որ լսել ես Հայաստանի մասին, ուզում ես այս 14 օրերի ընթացքում անպայման տեսնես։ Ինչ գիտեք Հայաստանի մասին, որ կարող եք պատմել։ Նախորդ տեղեկացել եք, մանրամասներ գիտեք։ Ոչ։ Ոչ մի բան չգիտեք Հայաստանի մասին։
Նրանց խոսքից հասկանալի է դառնում, որ աշխարհի տարբեր ծագերում օտարի կենցաղով ապրող հայ երիտասարդի համար Հայաստանը միայն արմատների մասին հիշեցումն է։ Հենց դրա համար էլ տեղին է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հորդորը։ Դուք Հայաստանից պետք է հեռանաք առավել մեծացած, առավել հզորացած, առավել հայրենիքը սիրած։ Արիտուն ծրագիրը ոչ միայն հայապահպանությանն է միտված, այլև նպատակ ունի հայրենի հողերը վերադարձնել աշխարհասփյուռ հայերին։ Դուք հյուրընկալվել եք մեր հայաստանյան շատ ու շատ ընտանիքներում։ Մեր ընտանիքները սիրով ձեզ ընդունել են իրենց հարկի տակ, եւ ես հավատում եմ, որ դուք ձեռք եք բերելու նոր ընկերներ, նոր բարեկամներ, հարազատանալու եք այդ ընտանիքի հետ եւ այդ հարազատությունը երկար շարունակվելու է։ Դե այնտեղ գրիվ է Սիրիայում, ստեղ մեր հայրենիքը կմնա, երբ որ ուզենանք կհաճախենք ստեղ։ Մեծ ոգևորությամբ են հագնում 14 օրերի իրենց ուղեկից շապիկները, լուսանկարվում են, սակայն ակնկալիքներ դեռ չունեն, որովհետև մի քիչ անտեղյակ են։ Առաջին անգամ ենք եկել, դրա համար ամաչում ենք։ Մենք սաղորը բդդում ենք, մեզ բդդում են։ Ծրագիրը նման է Դանայան տակառի, որովհետև բոլոր գործողություններն անսահմանության չափ շարունակելի են։ Կարևորը նպատակ ու ձգտում կա։ Գոհար Սարգսյան, Մելիք Ղարիբյան, Էպիկենտրոն։ Գրական մեծ ընտանիքը ծերացումից փրկելու են գալիս երիտասարդ գրողներն ու բանաստեղծները։ Գրողների միության նախագահն է այսօր խոսել գրական աշխարհի խնդիրներից, հասարակության շրջանում նկատելիորեն մեծացած ապաթիայից։ Գրեթե բոլոր առաջատարները Գարունի դպրոցով անցած գրողներն են։ Գրական հերթափոխի շարունակականությունը կարողացել են ապահովել։ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն առանցքային է համարում 2000 թվականից այս կողմ ընկած ժամանակահատվածը։ Գրական մեծ ընտանիքը կարիք ունի երիտասարդացման։ Գրողների միության 500 անդամներից միայն 40-ն է երիտասարդ։ Այս այն սերունդն է, որը եւ դիրապետում է լեզուների, եւ համացանց գիտի, եւ գիտի աշխարհի համաշխարհային գրականության մեջ կատարվող անցուդարձ, ընդհանրապես մեր գրականությունը շատ զգայուն է, թե ինչ է կատարում աշխարհում։ Շատ արագ այդ ուղերձները ընկալում է, յուրացնում եւ այս սերունդը նաեւ հավելեմ գիտի նաեւ մեր դասական գրականությունը։ Ժամանակին Գարուն, այսօր արդեն Նարգիզ ու Գրանիշ երիտասարդ գրողներին համախմբում են գրական պարբերականները։ Մանե Գրիգորյանը գրողների միություն մուտք գործեց իր սպանված աղավնիներով։ Խնդիրներից մեկը այն է, որ ես այսօր գրականությամբ չեմ կարող փող աշխատել ու այս փոքր քաղաքում կան գրականությամբ հետաքրքրվող մարդկանց շրջանակ, որոնք կամ ծանոթ են, կամ ընկերներ են, կամ բարեկամներ են, եւ այդպեսով գիրքը որպես այդպեսին չգիտեմ։ Վրաստանում լույս են տեսնում հայկական պոեզիան ու արձակը։ Վրացի գործընկերն ասում է, հայ գրողներին իսկապես ճանաչում են իր երկրում։ Եթե հավատում ես, եթե սիրում ես, եթե տառապում ես, ուրեմն մարդ ես։ Նույնիսկ ժամանակակից արտահայտչաձևերի մեջ հայ գրողներն ու բանաստեղծները չեն կորցնում իրենց արմատները, անցյալն ու հոգին։ Շուտով հայկական պոեզիան լույս կտեսնի արաբերեն, իսպաներեն ու պարսկերեն, հայկական արձակն էլ անգլերեն ու գերմաներեն։ Արդի հայ գրականության համար մայրամուտ թե վերածնունդ դատելու են ժամանակն ու ընթերցողը ում ձեռքին կհայտնվի գիրքը։ Մոնա Գրիգորյան, Մելիք Ղարիբյան, Էպիկենտրոն։ Իսկ ես ձեզ այսքանով հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։ Հայ-Էկոնոմ-բանկը առաջարկում է աննախադեպ հնարավորություններով Arca Gold Paradox Card, որն ունի կոնսերժի ծառայության հնարավորություն, ինչպես նաև այս քարտով կարող եք ստանալ զեղչեր 200-ից ավելի բրենդային խանութներում եւ սպասարկման կետերում։ Մանրամասների համար զանգահարեք 510 910 հեռախոսահամարով։